Հարգելի հետևորդներ, Շաքի ջրվեժն է և տեսեք ինչքան մարդաշատ է։ Անգամ Չինաստանից այստեղ նկատեցի մարդիկ կան, բայց ուզում եմ ասել, որ Գյուղամիջյան ճանապարհը, որը մեզ բերեց դեպի այս ջրվեժ, վատ անվանելը նույնիսկ շատ մեղմ է ասված։ Ընդհանրապես, եթե մենք գիտենք, որ սա տուրիստական վայր է, մարդիկ են գալիս, ինչ մի դժվար է, որ կարողանան վարվող ճանապարհ, վարվող վիճակ ստեղծեն, որպեսզի մարդիկ գան, վայելեն, դուրս գան, չհայտնվեն փոշու ցեխի մեջ։ Խոսում են այդքան ճանապարհներից, տուրիզմից, բայց սա տուրիզմի լավագույն տեղանքներից մեկն է։ Ինչու օտարերկրացին չգա նորմալ ճանապարհով մտնի այստեղ, դուրս գա, հիացած, թողնի գնա, տեսեք, ինչքան մարդ կա, բոլոր կողմերում մարդաշատ է, վերևում նույնիսկ շատ մարդիկ կան, այսպես իրար հերթափոխով բարձրանում իջնում են։ Ոչ գյուղը ճանապարհ ուներ, ոչ գյուղից այստեղ հասնող ճանապարհ կար, բայց տուրիզմ եք զարգացնում, այսպիսի տուրիզմ, որ երկրում են զարգացնում, ունենալ բնական այսպիսի հրաշք, ունենալ այսպիսի անկրկնելի ջրվեժ և այսպիսի խայտառակ ճանապարհներ, բայց այս մարզից պատգամավորներ կան, այս մարզից իշխանության մեջ շատ ու շատ ներկայացուցիչներ կան։ Մի օր եկեք տեսեք, ձեզ դուր է գալիս այս ճանապարհը։ Այսպես տուրիզմ չեն զարգացնում։ Անգամ ջրվեժ իջնող այս հատվածը այսպես չես կարող ասել, որ թվերից է։ Դժվար չէ այստեղ բերել, կարգի բերել, ինչու՞ չէ նաև ջրվեժի մասին պատմող պաստառ ունենալ։ Այդ դրա համար եմ ասում, որ այսպես տուրիզմ չեն զարգացնում։ Տեսեք ծառի արմատների հաստությունը։ Այստեղից Շաքի գետը գալիս, լցվում է դեպի ձոր, վերածվելով շքեղ ջրվեժի ու ամեն տեղից մարդիկ են։ Շաքի ջրվեժի պաստառի փոխարեն ծառի վրա սուրճի ուղեցույց կա, որտեղ ներքևում մենք դա էլ չտեսանք։ Իսկապես հրաշք տեղ է բնության առումով, բայց տուրիզմի համար այդքան էլ այստեղով անցնում ենք գետի այն կողմը, ամեն ինչ կարելի է այնքան գեղեցիկ անել, որ բացի բնության տված այս շքեղ հրաշալիքից մարդիկ նաև վայելեն տարածքի շքեղությունը։